երբ որ մենք համեմատում ենք նախկին տասնամյակների ընթացքում մեր տեսած եկեղեցու վարքի հետ, երբ որ եկեղեցին չի միջամտել ուրեմն քրեական գործընթացներին մարտի 1-ով ձերբակալված մարդկանց, հաց բերողի օրինակի համար եւ մի շարք այլ բռնադատված եւ ուրեմն տասնամյակներ շարունակ Հայաստանում ընթաց ստացած քրեական գործերի բացահայտ անօրինական, բացահայտ քաղաքական հետապնդում ներկայացնող, բայց հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ վարք, ընդ որում կապված մի մարդու հետ, ում վերաբերյալ մեր կենտրոնը օրինակի համար վերջերս մի հոդված է հրապարակել, տեսություն առաջ քաշելով, որ ըստ էության ռուսական կայսրության կողմից փորձ է անում Հայաստանում կրկնել նույն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, երբ որ ռուսաստանցի միլիարդատերը իրենց դեպքում վրացական ծագմամբ, մեր դեպքում հայկական ծագմամբ վերադարձել է կամ գործուղվել է այդ երկիր, ուրեմն հակաժողովրդավարական պայքար մեկնարկելու համար։ Վրաստանի դեպքում դա Բիձինա Իվանիշվիլին է, ով հաջողության է հասել եւ որ Վրաստանը հիմա տանում է բոլորովին այլ ուղղությամբ, եւ ես չեմ բացառում, որ Ռուսաստանում պարզապես որոշել են հեծանիվ չօրինել եւ օգտագործել նույն գործիքակազմերը Հայաստանի դեպքում։ Ու այս պարագայում տեսնել եկեղեցու աջակցությունը ուղղված այդ մարդուն իհարկե կրկնակի ցավոտ է։